երեկո, հարգելի գործընկերներ, մասնակիցներ։ Սկսենք մեր հերթական վեբինարը։ Եվ այսպիսով այսօր մայիսի 31-ն ամսվա վերջին օրը, միջելուց թրեյդի համար ամենավտանգավոր օրերն են ամսվա վերջի երկու օրերը, հատկապես եթե նրանք համընկնում են շաբաթվա վերջին օրերի հետ, օրինաչափությունները սկսում են չգործել, շուկայի մտնում բավական մեծ ծավալներ, նաև ոչ ուրեմն առևտրային նպատակներով, կատնավորպես ամսվա վերջ, հարկային սեզոններ եւ այլն, արտաքին առևտրային հարաբերություններ, մի խոսքով նաև դիրքերի ֆիքսում եւ տատանողականությունը մեծանում է եւ շատ ստրատեգիաներ սկսում են մի քիչ անհանգստություն պատճառել, բայց դա միշտ նկատի ունենք, որ ամսվա վերջի օրերի հետ այդ ակտիվությունը լինում է եւ հաշվի առնենք այն։ Բացի դա, իհարկե, այս շաբաթ մենք սպասում ենք հավանից բավական ակտիվ նորությունների։ Մինչ այդ իհարկե անդրադառնանք մեր այսօրվա նորություններին, գիշերը Կենտրոնական բանկից ելույթներ կար Նոր Զելանդիայի, ինչպես եւ սպասում ենք, ընդհանուր առմամբ տնտեսությունը լավ վիճակի է ըստ նրանց, սակայն որոշակի ռիսկեր են տեսնում, բոլոր դեպքերում առանձնապես որևէ էական միտք, որը կարող էր Նոր Զելանդական դոլարին շեղել բայողությունից, չկար։ Ճապոնիայի նորությունները ճիշտ է, կանխատեսվածի չափ չէր, բայց 4%-ը սա շատ մեծ աճ է, ինչքան գիտեմ 11 թվականից մինչ այսօր ամենաուժեղ աճն է արդյունաբերական արտադրանքի, եւ սա շատ լավ ազդակ է ճապոնական տնտեսության վերականգնման համար։ Սպասում ենք եւ տեսանք նաեւ չինական գործարար ակտիվության լավ ցուցանիշ, սա նույնպես բավական լավ ազդակ է, մասնավորապես հոնքային արժույթների համար, հենց նաև հոնքային ապրանքների գների համար։ Վերջին շրջանում իմիջիայլոց այս ցուցանիշը ցածրացել է, ցուցանիշի արժեքը միշտ ցածր է եղել կանխատեսվածից նույնիսկ նախորդ ամսվանից հիմա արդեն ինչ-որ դրական ազդեցություններ տեսնում ենք։ Հիասթափեցնող էր Գերմանիայի գների ինդեքսը, ներողություն մանրածախ առևտրի ուրեմն ծավալները կրճատվել էին, գների ինդեքսը մեզ 3 հիասթափեցրեցին, այսօր մանրածախ առևտրի ծավալները հիասթափեցրեցին, Ֆրանսիայի սպառողական գների ինդեքսներն նույն տեմպով են աճել ինչ-որ նախորդ ամիս, եւ խնդրեմ, մենք սպասում ենք Եվրոմիությունից Գերմանիայից գործազրկության հետ կապված աշխատաշուկայի վերաբերող տվյալներ, տեսեք, նվազել է Գերմանիայում գործազրկության մակարդակը 5.7% հասնելով, մինչդեռ այստեղ չի երևում Ֆրանսիայի գործազրկության մակարդակը նույնպես նվազել է եւ ընդհանուր առմամբ Եվրոմիության գործազրկության մակարդակը նվազել է, խնդրեմ 9.3%, նաև նախորդ ամսվա արժեքն է վերանայվել 9.4-9.5 էր, եթե հիշում եք 9.4%, սա ամբողջ Եվրոմիության գործազուրկներն են, ուրեմն հարաբերած Եվրոմիությունում ակտիվ բնակչության թվի, սա այդ թիվն է ցույց տալի 9.3%, շատ լավ արժեքներ են եւ Գերմանիայում եւ Եվրոմիությունում ընդհանրապես վերցրած։ Իհարկե սպառողական գների ինդեքսը մեզ Եվրոմիության մակարդակով սպասելի եւ հիասթափեցնող էր, մենք 1.5 ենք սպասում 2.4 եկավ, այսինքն սա արդեն իսկ ներդրված էր եվրոյի արժեքի մեջ, այն արժեզրկվեց բավական շատ մի քանի ամսվա մաքսիմումներից 0.1% ընկետ այդքան էլ իրական չէ, հատկապես նվազման առումով, սակայն ընդհանուր դրական ֆոնը տարեկան աճի տեմպի ոչ այդքան իրական նվազումը դեռ եվրոյին հույս են տալիս, որ ամեն ինչ լավ կլինի, եւ բացի այդ եվրոյի արժևորմանը նպաստեց դոլարի արժեզրկումը, կտեսնենք նաեւ դրա պատճառները, նաեւ սպասում ենք Կանադայի համախառն ներքնաարդյունքի երկրորդ գնահատականի լավ արժեքը, խնդրեմ այն, ամեն դեպս տրամաբանական է, երկու տնտեսություն Միացյալ Նահանգների եւ Կանադայի բավական փոխկապակցված են իրար եւ բնական է, որ եթե ըստ էության
ճշգրտված արժեքով Միացյալ Նահանգների համախոհներքին արդյունքը աճ է ունեցել, կանադայից սպասելի էր եւ խնդրեմ այդ աճը կար։ Իհարկե կանադական արժույթը որոշակի արժևորվեց, բայց չկարողացավ պահել իր դիրքերը։ Պատճառը համար մեկ պատճառ այսօր շուկաների շարժի, մասնավորապես հումքային արժույթների արժեզրկման, դա նավթի գների անկումն է, տեսնում ենք ինչ արագությամբ է նավթի գներն անկում ապրում, որովհետև չարդարացվան ներդրողների սպասումները, որովհետև սպասում են, որ ավելի շատ ծավալային կրճատումներ պետք է OPEC-ը ուրեմն որոշեր, քան նախորդ թվերն էին, սակայն OPEC-ը ընդհանրապես ծավալները թողեցնում եւ երկարացրեց պայմանագրի ժամկետը։ Այդ հաստատությունը ստիպում է, որ ֆիքսեն ուրեմն բացած դիրքերը ներդրողները, որոնք բերում են նավթի գների անկման։ Բացի դա, նավթի պաշարների նորությունը տեղափոխված է գիտեք շաբթի օրը, քան որ երկուշաբթի Միացյալ Նահանգներում տոնական օր էր, ոչ աշխատանքային, այսինքն այսօր գիշերը նավթի ինստիտուտի կողմից եւ վաղը երեկոյան կտեսնենք էներգետիկայի նախարարության կողմից Միացյալ Նահանգների, կտեսնենք նավթի պաշարների մասին տեղեկատվությունը, հասկանանք թե ինչ ուղղությամբ կարելի աշխատել այստեղ, որտեղ բավական երկար ժամանակ մի քանի շաբաթ է կրճատվում է Միացյալ Նահանգներում նավթի պաշարները, չնայած նրան, որ նավթի արդյունանումը աճում է Միացյալ Նահանգներում, պաշարների կրճատումը եւս մեկ անգամ եթե մենք տեսնենք, կբերի բնականաբար նավթի գների անկման ուժեղացմանը։ Գործարար ակտիվության ինդեքսը մի քիչ լավ դուրս եկավ Միացյալ Նահանգներից, իհարկե էական ինդեքսը մենք վաղն ենք տեսնելու, հերթական շատ վատ նորությունը մենք տեսնում ենք անշարժույթի շուկայից, չավարտված շինարարության ծավալներն են կրճատվել, ելույթներ են ունենում նաև Կենտրոնական բանկի նախագահները Միացյալ Նահանգների, Ռեզերվային բանկի նախագահները, բոլոր ելույթներում ընդգծվում է, որ ժամանակն է, սակայն կա նաև անհանգստություն այդ ելույթներում, անհանգստությունը վերաբերում է վերջին շրջանում եւ տնտեսական վատուցանիշներին եւ նաեւ գների գնաճի դանդաղեցման, տեմպերի դանդաղեցմանը, ու որով դեպքում նրանք ասում են ժամանակահոսական բնույթ է, ինչևէ կտեսնենք այժմ շուկան սպասում է աշխատաշուկայի ցուցանիշների Միացյալ Նահանգներից, որպեսզի ուղղությունը որոշի։ Կապիտալ ներդրումների ծավալները նույնպես առաջին եռամսյակում աճել են ըստ կանխատեսվածի Ճապոնիայում, հնարավոր է այս արժեքը մի բաներ լավ լինի, տեսնենք գիշերն է դուրս գալու եւ Ուիլյամսի մյուս ռեզերվային նախագահի ելույթներն երկու ելույթ է նախատեսված, տեսնենք Ուիլյամսը ինչ կասի հերթական նիստի վերաբերող, որը դեպքում ներդրողները ռեզերվային բանկի նախագահների ելույթներից փորձում են տոկոսադրույքի վերաբերյալ մտքեր ուրեմն քաղել, որպեսզի հասկանան թե ինչպեսի ինչ ուղղություն կտա շուկան, ինչ ուղղության կտանեն ռեզերվային համակարգը, կբարձրացնեն թե չէ, ամենայն հավանականությամբ ես որ կբարձրանա, բայց եթե նման վատ արժեքներով շարունակվի տնտեսական ցուցանիշները դուրս գալ, բարձրանալուց անմիջապես հետո դոլարը կարժեզրկվի եւ արդեն հարցը թե երրորդ բարձրացում այս տարի կտեսնենք թե չէ։ Բոլոր դեպքերում անկախ ամենից մինչև դեկտեմբեր նման վատ տեմպերով ցուցանիշների պարագային դժվար է այլ բարձրացում լինի, դա շատ ուժեղ ճնշելու է Միացյալ Նահանգների դոլարին, մասնավորապես քաղաքական անկանոնությունը դեռ շարունակվում է եւ Թրամփյան ծրագրի իրականանալու հավանականությունը բավական կրճատվել է արդեն։ Ավստրալիայից ունենք մանրածախ առևտրի ծավալների ցուցանիշը, բավական լավ ցուցանիշ է, հերթական ուրեմն արտադրական ոլորտի գործարար ակտիվության ինդեքսն է Չինաստանից, հուսանք սա նույնպես լավ կլինի, լավ ոչ միայն կանխատեսվածից, այլ նաև նախորդ ամսոցանիշի, սա նույնպես կրճատվել վերջին շրջանում եւ սրա լավ լինելը կնպաստի եւ պղնձի եւ ոսկու եւ արծոթի գների աճին, որոնք իրենց հերթին կնպաստեն համապատասխան արժեքների գների աճին։ Ճապոնիայի պարտատոմսերի
եկամտաբերության ցուցանիշներ այստեղ լինելու 10 տարվա արտադրությունների համեմատվում է այլ արժեթվյալ երկրների արտադրությունների եկամտաբերության հետ, եւ որ երկրի եկամտաբերությունը բարձր է արտադրությունի, այդ երկրի արժույթը արժևորվում է։ Տրամաբանությունը հետեւյալն է, ենթադրենք ավելի բարձր է Միացյալ Նահանգների, Իսպանիայի բնականաբար ամենաբարձր Միացյալ Նահանգների արտադրություններն են 10 տարվա եկամտաբերությամբ եւ բնականաբար ներդրողները վաճառելով իրենց արտադրության պարտատոմսերը գնում են Միացյալ Նահանգների դոլար, որպեսզի դոլարով գնեն Միացյալ Նահանգների պարտատոմսեր։ Հետևաբար մեծացնում են դոլարի նկատմամբ պահանջարկը, իսկ դա հանգեցնում է Միացյալ Նահանգների դոլարի արժևորմանը։ Հետևաբար որքան այդ ճեղքվածքը փոքրանում է, այսինքն այս եկամտաբերությունները որքան մեծ լինի, այնքան դոլարի հանդեպ պահանջարկը կկրճատվի, հակառակը իենինը կբարձրանա։ Շվեյցարիայի համախառն ներքին արդյունքի ցուցանիշներն են լավ արդյունքներ են կանխատեսված այստեղ, որ Եվրոմիության երկրների ցուցանիշներ ունեն գործարար ակտիվության, վաղ ընդհանուր գործարար ակտիվության ինդեքսների օրը Իտալիայից, Իսպանիայից, ներողություն, Ֆրանսիայից, նաև Շվեյցարիայից, Գերմանիայից բոլորը գրեթե նույն արժեքն են նախատեսված ինչ որ նախորդ ամիս, ակտիվությունը այստեղ հնարավոր է շատ լավ ակտիվություն Եվրոմիության ընդհանրապես, որտեղ վերջի շրջանում Եվրոմիության ցուցանիշները բավական լավ են, տնտեսական վիճակը բավական լավացել է, չնայած որոշակի քաղաքական լարվածությունների, բոլոր դեպքերում մայիս ամսին հնարավոր է այստեղ մի քանի 0.1, 2, 3 կետանոց լավ արժեքներ տեսնենք։ Հերթական ռեզերվային բանկի հերթական նախագահի Պաուելի ելույթն ենք տեսնելու ժամը լսելու 4-ի, այնուհետև ՀԴԲ-ի կողմից հրապարակվող ցուցանիշ ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածների թիվ, չգիտեմ ինչու այնպեսի տպավորություն է, որ չեզոք թվեր են դուրս գալու, վաղն էլ, ուրբաթ էլ ոչ շատ ուժեղ, ոչ շատ, եթե ոչ շատ թույլ, ապա ոչ շատ ուժեղ, ասենց ասեմ, նման կանխատեսում ունեմ ես, տեսնենք ինչպիսին կլինի, եւ հերթական շաբաթական նորությունը մեր գործազրկության նպաստանալու դիմումների թիվն է, տատանվում է 230-ից 260 հազարի սահմաններում, էական տարբերությունը կարող է այստեղ որոշակի շարժ ապահովել։ Արտադրողականության մակարդակը նվազում է, հերթական նվազային կանխատեսումն է, սա էլ եմ կրկնել եւ ասել եմ, նույնիսկ զբաղվածների թվի աճի հետ արտադրողականության նվազման տեմպերի համեմատության դեպքում պետք է զբաղվածների աճի տեմպ ավելի բարձր լինի, հակառակ դեպքում այն էֆեկտը զբաղվածների թվի աճով կոմպենսացվում է ամբողջությամբ արտադրողականության նվազմամբ։ Եթե 0.5% աճում է զբաղվածությունը եւ 0.5-ով կրճատվում է արտադրողականությունը, ապա անիմաստ է դառնում այդ գործընթացը համախառն ներքին արդյունքի համար, տնտեսության համար ընդհանուր առմամբ վերցրած։ Այնպես որ ճնշող հանգամանք է սա դոլարին եւ աշխատաուժի վրա կատարող ծախսերի աճը տեմպի նվազում է նկատվում այստեղ։ Գործարար ակտիվության այնուհետև ինդեքսներն են գալիս մայիս ամսվա համար արտադրական ոլորտում զբաղվածության ինդեքսն է արտադրության ոլորտում եւ ժամը 7-ին ունենք նավթի պաշարների, հիշենք որ գիշերը 1:30 կամ 12:30 ունենք նաեւ այստեղ տեղավորված առաջին նորությունը նավթի պաշարների, նավթի կողմից հրապարակվող ուներ նավթի շուկային ուղղություն կտա։ Ամեն դեպս սպասում եմ եւս մեկ անգամ նավթի պաշարների կրճատում։ Այսպիսին է իրավիճակը ֆունդամենտալ առումով, հիշեցնեմ նաև ձեզ, որ ավելի մանրամասն ֆունդամենտալ պատկերին օրվա ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին կարող եք հետևել մեր էջում, Forex Armenia Facebook-յան էջում, այնտեղ տեղադրում եմ, ցավոք այս բան հայերեն չէ ռուսերեն տարբերակն է, բայց հուսանք ժամանակի ընթացքում նաև կունենանք հայերեն տարբերակները նորությունների, այնպես որ ավելի մանրամասն ֆունդամենտալ վերլուծություններին կարող եք հետևել մեր էջում։
Եվ այսպեսով, եթե չկա հարցեր ֆունդամենտալ վերլուծությունից, անցնենք տեխնիկականին։ Եվրո-դոլար։ Եվրո-դոլարը շատ հետաքրքիր շարժ է կատարում այսօր, հետ ենք դառնում մեր սկզբնաղբյուրին, սա համարենք կոռեկցիոն դեռ, քանի չենք ցակել մաքսիմումը, եւ այստեղ նաեւ ավանդական մեր ասած բանավեճի առարկան, հա, վեճի առարկան, թե արդյոք արժի օպտիմալացնել ստոպերը, թե ամենայն դեպս առաջին ալիքի համար ստոպերը դեռ պահել մաքսիմումի վրա։ Օպտիմալացման դեպքում մենք կունենայինք այս պահին stop loss եւ ակտիվացած buy stop կամ եթե մի քիչ բարձրենք դեռ չհասած բելուցիա սիգնալ ունենք ամսի 25-ի մաքսիմումից, դեռ չհասած ակտիվացած։ Ամենայն դեպս մոտ buy stop-երը ակտիվացել են, stop loss-երը դնում են երեկվա մոմի մինիմումի տակ։ Ու մոտ անկախ նրանից ակտիվացել են թե չէ, սելի stop loss-ը ես առաջարկում տեղափոխենք այսօրվա մոմի մաքսիմումին։ Վաղը իհարկե այսօրվա մոմի մաքսիմումին տեղափոխենք մեր միակ սել դիրքի stop loss-ը, որը գտնվում է ամսի 23-ի մոմի մաքսիմումի վրա։ Հնարավոր է այս շրջադարձը ժամանակավորել են կոռեկցիոներ եւ մենք դեռ գնում ենք մաքսիմումներ գրավելուն։ Շատ հնարավոր տարբերակ է սա, սակայն ես սպասում եմ, որ մենք մինչև կուսակցությունների բարձրացումը կունենանք որոշակի կոռեկցիա, որից հետո նոր մաքսիմումներ ուրեմն կգրանցենք։ Բոլոր դեպքերում այս պահին իրավիճակը այլ է, կոռեկցիան բավական խորքային է, սակայն էլ եմ ասում, քանի դեռ մենք չենք ֆրակտալը անցել, ամսի 23-ի մոմի մաքսիմումը քանի դեռ ենք անցել վերև, դեռ մեր ուղղությունը սել է։ Բոլոր դեպքերում եւս մեկ buy դիրքի այս պահին ակտիվացած, այն բլուցե սիգնալի buy stop-ն է, ուղղությունը դեռ ուրեմն սել է, բայց ունենք նաեւ buy դիրք։ Չմոռանանք, որ այս պահին նաեւ գործում է մեր երկրորդ շրջադարձային մոմը, մայիսի 30-ի մոմի մինիմումից տրված է sell stop-ը, երբ որ երկրորդ մոդրեսը, երկրորդ իմաստունն է, երբ որ մենք կանցնենք մաքսիմումը, արդեն այս sell stop-ը կվերացնենք այստեղից, քանի դեռ չենք գրանցել մաքսիմումից անցում, ուրեմն այս sell stop-ը մնում է որպես երկրորդ մոդրեսի sell stop։ Սելի համար ունենք sell fractal, բավական հեռու, այն ապրիլի 17-ի մոմի մինիմումից է, եւ buy համար ունենք նաեւ buy fractal, այն մեր շրջադարձային մոմի մաքսիմումից է, ֆրակտալային մոմի մայիսի 23-ի մոմի մաքսիմումից։ Այսպեսին է շուկան, հնարավոր է նաեւ ԱՕ-ի կանաչում եւ կանաչ զոնայի զարգացում, եթե այսպես շարունակեց իրեն պահել եվրոն եւ բոլոր հիմքերը կա եվրոյի նման պահվածքի, եթե իհարկե հանենք քաղաքականությունների տարբերությունները Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության, որոշ քաղաքական ռիսկեր ընդհանուր առմամբ եվրոն արժևորվելու եւ 1.16, 1.17 գնալու բավական հիմքեր արդեն իսկ ունի, տեսնենք ամենայն դեպս ինչպես կդրսևորի շուկան։ Ֆունտը նույնպես բավական խորքային կոռեկցիա ենք մենք այստեղ տեսնում։ Մեր ստոպերը դեռ չենք օպտիմալացնել, նրանք գտնվում են ամսի 25-ի մոմի մաքսիմումի վրա։ Իհարկե արդեն կարելի է հանգիստ բերել ուրեմն ամսի 26-ի մոմի մաքսիմումին, այդ մոմի մինիմումին ուրեմն երկու sell stop-եր ունենք, մեկը երկրորդ մոդելի, մյուսը sell fractal-ային sell stop-ն է մեր։ Buy համար ունենք ընդամենը buy fractal, ընտրեմ դա ամսի 18-ի մայիսի 18-ի մոմն է մեր buy fractal-ը եւ ունենք 0-ից անցման buy stop ամսի 22-ի մոմի մաքսիմումին։ Այլ buy տեղ չունենք, երկու սելեր ունենք շրջադարձային մոմից 18-ից ունենք sell stop եւ 25-ից ունենք որպես դիվեր sell stop աշխատած սելեր, երկու սել դիրքեր, որոնց stop loss-ը մենք կտեղափոխենք մայիսի 26-ի մաքսիմումին եւ երկու sell stop-եր արդեն ունենք այստեղ ամսի 26-ի մոմի մինիմումից տրված եւ մեկ sell stop ունենք ապրիլի 7-ի մինիմումից տրված որպես ուրեմն բլուցե սիգնալ։
Հիշեցնեմ, որ այսօր մենք կարող ենք մեկ սել ստոպել դնել այսօրվա մինիմումի տակ, որպես 0-ից անցում AO-ով։ Իհարկե, թե ինչ-որ ավերջ մենք չանցնենք կարմիր գիծը ալիգատորի, որի դեպքում սել ստոպ ունենք։ Կառուցվածքը կորեկցիոն է, ոնց հասկանում եմ, առաջին, երկրորդ A, B եւ մի հատ C մենք պետք է առնում ազնիշնենք։ Հենց հնարավոր է եւ եւս մեկ անգամ մաքսիմում ունենանք նոր կորեկցիա գնանք, որոշ դեպքերում այս բային ուղղությունը սելը աշխատում են մեր սել դիրքերը։ Դոլարի ենան դանդաղ չի շտապում արժևորվել, շատ արագ աշխատել է մեր սել ստոպերը, 0-ից անցում եւ կարմիր զոնա։ Այսօրվա մոմում մեզ տալիս է եւս 2 սել ստոպ դնելու հնարավորություն։ Կարմիր զոնայի երկրորդ օր եւ 0-ից անցում եւս մեկ հատ AO-ով արդեն, այնպես որ այսօրվա մոմի մինիմումից դնում ենք սել ստոպերը։ Մեր ստոպ լոսերը սելերի տեղափոխում են 26-ի մոմի մաքսիմում վրա, մայիսի 26-ի եւ գնում սպասում ենք հետագա ուղղությանը, գնում ենք դեռ գնում ենք ներքև։ Բայ համար ունենք բայ ֆրակտալ, այն գտնվում է մայիսի 11-ի մաքսիմումին։ Խնդրեմ հերթական փչացած մեր շրջադարձային մոմը, դա ֆրանկն է, սելերը արդեն բացվել են, աշխատում են, հաջավորման սելը նույնպես, ֆրանկի շրջադարձային մոմի երկարությունը 80 պունկտ է գրեթե, եւ այստեղ մեր հաջավորման take profit-ն է, այսօր սա միակ շրջադարձը չի, որ փչացել է, ցավոք սրտի, հանում ենք այստեղից buy stop-ը, մենք ունենք երկրորդ մուդրեցի համար տրված buy stop, հեռացնում ենք այն, աշխատում ենք sell դիրք, աշխատում է երկրորդ հաջավորման sell դիրքը, stop loss-երը պահում ենք երեկվա մոմի մաքսիմումին, sell-ի համար, բայ արդեն փակվել է, buy stop-ի համար ունենք buy fractal, դա մայիսի 11-ի մոմն է, այսպեսով ամեն հավանականությամբ դոլարը լուրջ որոշել է արժեզրկվել եւ գնում է այդ ճանապարհով։ Կանադական դոլարը, ինչպես նշեցինք, չի կարողանում արժևորվել, որտեղ իրեն վրա շատ ուժեղ ազդում են նավթի գները, իսկ նավթի գները այսօր անկում են ապրում։ Ստոպերը մեր սելերի դեռ չենք վերցրել, ունենք 3 սել վերևից բավական, որոնց ստոպերը լավ շահութ ամեն մեկին գրեթե 100 պունկտ միջինով 300 պունկտ շահութին, մեկ սել դիրք ունենք բացված ուրեմն ամսի 24-ի մոմի մինիմումից, որպես 0-ից անցման սել, եւ մյուս սելը բացվել է տեղափոխված կարմիր զոնայից ամսի 26-ից։ Բոլոր ստոպերը դրված են 23-ի մոմի մաքսիմումին, այս պահին պահենք այստեղ, վաղը կտեղափոխենք հենց այսօր մոմի մաքսիմումին։ Եվս սելերի համար ունենք այստեղ 2 սել ստոպեր, բլուցը եւ ֆրակտալային սել ստոպերը, դրանք ամսի 25-ի մոմի մինիմումից են դեռ ուղղությունը այստեղ սելը, բայ համար ունենք բայ ֆրակտալ, դա մայիսի 11-ի մոմի մաքսիմումն է, այստեղից տրված է մեր բայ ստոպը։ Տեսնենք ինչպես կզարգանա այստեղ շուկան։ Ավստրալիական դոլարը տանջվում է ֆլետային դիապազոններում, դասական իրավիճակ սել ֆրակտալ ամսի 9-ի մինիմումից, բայ ֆրակտալ եւ բլուցը սիգնալներ 23-ի մաքսիմումից, ուրիշ ոչինչ այստեղ դեռ չունենք։ Ոչ կարմիր զոնա ըստ էության, նույնիսկ եթե որպես կարմիր գծի մակարդակ դիտարկենք, ամեն դեպս այստեղ որևէ իրական սիգնալ չունենք, սպասում ենք ֆրակտալների աշխատանքին, տեսնենք ինչ ուղղությամբ կզարգանա։ Եթե այսօր չինական նորությունները եւս լավ լինեն, որը սպասելի է, ապա մեր ուղղությունը դեպի վերև
նույնպես սպասելի կլինի, նույնպես կհաստատվի։ Նոր զելանդական դոլարը ի տարբերություն ավստրալիականի շատ գեղեցիկ գնում է վերև, օպտիմալացնենք ստոպերը, վերենք 26-ի մոմի մինիմումի տակ, դեռ buy stop դնելու տեղ չունենք, մեր բայերն են աշխատում այս պահին, սակայն սպասենք, ացեն հնարավոր է շուտով կանաչի և մեզ դա կանաչ զոնա աշխատելու հնարավորություն, 3 բայերով գնում ենք վերև։ Սելերի համար ունենք 3 սել ստոպեր, գիտեք, ուրեմն սա 0-ից անցումն է ացեով, ամսի 15-ի մոմի մինիմումից, ամսի 12-ի մոմի մինիմումից բլուծես սիգնալն է, և ամսի 11-ի մոմը դա ֆրակտալային, սև ֆրակտալային սև ստոպն է, 3 սև ստոպեր այստեղ կան։ Բայց դա մենք մաքսիմալացնում ենք մեր բայ դիրքերը, փորձելով մաքսիմալ շահույթներ ստանալ այստեղ շուկայից։ Շրջադարձի մասին խոսելը դեռ վաղ է, մոմը ուզում է նմանվել շրջադարձային, բայց ամեն դեպս ավելի շուտ կորեկցիոն շրջադարձ կլինի, քան տրենդը նոր է զարգանում, ամեն դեպս ովքեր տեսնեն այստեղ շրջադարձային մոմ և մի քիչ պահպանողական առևտուր են արում, չեն ուզում վնասներ կրել, այստեղ բոլոր ստոպերը շահութով են, կարող ենք տեղափոխել այսօրվա մոմի մինիմումի տակ միայն ստոպերը, եթե շատ եք ուզում, որ ուրեմն դրական փակվեն ձեր դիրքերը և մտածում եք, որ պետք է սելնա, բայց ընդհանուր առմամբ դեռ տրենդը մեր նոր է զարգանում դեպի վերև և սպասենք ակտիվացնենք մեր բայերը և սպասում նոր կանաչ զոնայի աշխատանքին։ Ոսկին է մեր եթերում, հարգելի մասնակիցներ, սպասում եմ ոսկու գների լավ թռիչքին, չի արդարացնում ոսկին իրան, ոնց որ թե դեռ չեն աշխատել երեկվա մեր բայ ստոպերը, մոտավորապես դեռ չեն աշխատել, մոտենում ենք, այս պայդրությամբ աշխատած դիրքերը գրեթե բոլորը նույն մակարդակի վրա են, տեսեք երկրորդ մուդրեց բայ ֆրակտալ, այստեղ կանաչ զոնան է արդեն, սա 0-ից անցումն է, ամսի 26-ի, և կանաչ զոնան սկսվել է, բլուծ է կանաչ զոնա, երեկվա մոմի մաքսիմումից դրված, ես հուսամ, որ այսօր այն կաշխատի, և այսօրվա մոմը մեզ երկրորդ օրն է տալիս կանաչ զոնա, երկրորդ բայ ստոպը կդնենք, եթե չաշխատեց, ուրեմն այսօրվա մոմի մաքսիմումի վրա կտեղափոխենք երեկվա մոմի բայ ստոպը կանաչ զոնայի բայ ստոպը կտեղափոխենք այսօրվա մոմի մաքսիմումին։ Ստոպերը դեռ գտնվում են ամսի 24-ի մոմի մինիմումի տակ, տեղափոխենք 26-ի մոմի մինիմումին, ավելի հարմար և քիչ վնասաբեր տեղ, եթե համարենք, որ կարող է և փակվեն ստոպերով, չնայած ես ուզում եմ հավատամ, որ մենք գնում ենք վերև ու գնալու ենք վերև աննահանջ 1270-ից նաև կարճաժամկետ բայեր ունենք, 1260-70-ից պետք է աշխատեն, կա այդպիսի սիգնալ, 1270-ից սիգնալը դեպի 1280 առնվազն տանում է դա կարճաժամկետ առումովի մասին, ովքեր խմբում կան, նրանք ունեն այդ սիգնալը, դա նաև համընկնում է մեր կանաչ զոնայի բլուծե սիգնալների հետ, գրեթե քիչ բարձր են այնտեղ, բայց ստոպերը դրված 71-ից, ամեն դեպս ուր եք աշխատեն և սպասենք ստեղ լավ շահույթների, ես էլ եմ ասում, սպասում որ ոսկի մեզ կտա, արծաթն է շատ դժվարությամբ փորձում աշխատել, կորեկցիա է գնում, այնուհետև վարսանում չի կարողանում շատ ուժեղ իր բնավորության համապատասխան շարժվել, բայց դիրքերը բավական շատ են, դեռ երեկվա բայ ստոպը չի աշխատել, այդ բայ ստոպը 0-ից անցումն էր, և սպասում ենք ԱՑ-ի կանաչմանը, եթե դա վաղը կլինի, բայց ամեն հավանականությամբ վաղվա սյունը կկանաչի ԱՑ-ի, և մեզ կտա երկու բայ ստոպ դնելու ևս հնարավորություն, չնայած բայերը այստեղ բավական կուտակված են, բավական շատ են, մեզ ավելի շուտ պետք է թռիչքային
գնի թռիչք, որ մեզ կտա լավ շահույթներ այս դիրքերից։ Այստեղ նույնպես, չգիտեմ, եկեք օպտիմալացնենք stop loss-ը, վերենք ամսի 26-ի մինիմումի տակ, ովքեր չեն վախենում այս մեծ ծավալներից, կարող են դեռ պահել ամսի 24-ի մինիմումի տակ, որտեղ այստեղ ավելի ապահով է, որտեղ մենք վաղը ունենք բավական նորություններ շատ եւ այդ նորությունների ֆոնին կարող է կորեկցիա նորից բարձրանա վերև։ Հնարավոր տարբերակ է դա, բայց բոլոր դեպքերում, ովքեր ավելի պահպանողական են մոտենում, մայիսի 26-ի մինիմումի տակ մեր stop loss-երի տեղն է եւ տեղափոխենք այնտեղ։ Առնվազն ներքևի 3 դիրքերը լինում են շահութաբեր մակարդակում, չնայած մենք դեռ հույսը եւ հավատը, որ փայն գնալու կա։ Սել ֆրակտալի տակից դրված է սել ստոպը, դա մայիսի 18-ի մոմն է, այնտեղ մենք ունենք սել ստոպ, դա մեր այս բայը միակ սել ստոպն է եւ ուղղությունը բայ է։ Նավթերն են դեռ չենք աշխատում, սպասում ենք հանդարտվի նավթի շուկան, ունենանք լավ սիգնալներ, այնուհետև սկսենք աշխատել, ոնց որ թե ֆլետային վիճակում է ուզում հայտնվել այն, ամեն դեպս նաև շատ էական սիգնալ որպես այդպիսին էլ չկա, թողենք նավթի շուկան որոշ ժամանակ հանգիստ, ինդեքսները վեճացած են, դժվարությամբ են շատ բարձրանում, բայց այստեղ Nasdaq-ին եմ նկատում, Nasdaq-ը վերջին շրջանում, չգիտեմ որի օր շրջադարձային մոմն է մեզ ուզում պարգևել եւ շատ տխուր է ստացվում, ես եմ հասկանում այս ֆիգուրը կոնի մեր մուտքը չի ստացվում բացել, մենք էլ ուղղակի կօգտագործենք։ Այսօրվա մոմը Nasdaq-ի նույնպես շրջադարձային է, շատ դաժանորեն է ինդեքսը գնում վերև դժվարությամբ, եկերբ համոզելով, ինչպես շուկան նայ, որ Ամերիկայում ամեն ինչ լավ է, բայց գործարար ակտիվությունը ցույց է տալի, որ այդքան էլ այդպես չէ։ Հնարավոր է նաև որոշ տվյալներ նկարչության արդյունք լինեն, չի բացառվում սպեկուլյատիվ շարժեր առաջացնելու համար, համապատասխան սպասումներ առաջացնելու համար, գիտենք, որ շուկան սպասելիքների եւ հաստատությունների վայր է նաև, սպասում ենք լավ նորությունների, գնում ենք այդ պարագայում, այնուհետև լավը չի լինում լավ նորությունը, հիասթափվում ենք, սկսում ենք վաճառել կամ փակել մեր գնած դիրքերը, այսպես ամբողջ շարժը տեղի ունենում հոգեբանության տեսանկյունից, ինչևէ, սպասում են, որ լավ վիճակ է, տեսնում են որոշ ցուցանիշներ եւ սպասում են լավ արդյունքների, խնդրեմ դա է վկայում այս երկարաժամկետ աճը, բավական մեծ երկար աճը, ճգնաժամից, սկսած 15 մի քիչ ավելի սենց անենք, որպեսզի երևա ճգնաժամը 2009-ից 8-ից հատակներ, սա ֆինանսատնտեսական ճգնաժամն է եղել 2008 թվական հատակում են գտնվում ենք եւ 2008-ից առ այսօր աճում է Միացյալ Նահանգների տնտեսությունը, աճում է կայուն, հանգիստ, քիչ տատանումներով իմիջայլոց, շատ քիչ տատանումներով եւ պահն է համենայն դեպս կորեկցիայի, ամսեկանում նույնպես կա դիվերգենցիան, եթե տեսնում ենք, ուղղակի չկա շրջադարձային, բայց շաբաթականով արդեն ունենք շրջադարձ, շաբաթականով նույնպես ձևավորվում է այս մոմը, տեսնենք ուրբաթ օրը հիշեցրեք անպայման անդրադարձ կատարենք Nasdaq-ին, տեսնենք մոմը ինչպես փակվի, բայց եթե այսօր փակվեց շրջադարձային եւ աշխատեց այն, միանշանակ ուրբաթ օրվա մոմը նույնպես կլինի, շաբաթական մոմը նույնպես կլինի շրջադարձային եւ մյուս շաբաթ աշխատելու դեպքում կարելի է եզրակացնել, որ գնում ենք կորեկցիա եւ Միացյալ Նահանգների տնտեսությունը եւ ֆոնդային շուկան գնալու են խորքային կորեկցիայի։ Սա մեր սպասելիքն է այստեղ, դեռ սպասում ենք, տեսնենք ինչ տեղի կունենա, բայց միակ շրջադարձային մոմը, որ այսօր ունենք,
կարող է ձևավորվել, դա Nasdaq-ինն է եւ գիտենք ինչ ենք անում, դնում ենք sell stop-ը, stop loss-ով իր հեջավորման տեխնոլոգիայով։ Հիմնականներից վերջացրինք, անցնենք մեր մյուս ակտիվներին։ Մյուս շրջադարձային մոմը, որ այսօր փչացավ, դա եվրո-ավստրալիական դոլարն էր, ափսոս, բավական լավ ուրեմն իրավիճակ էր, կարող ենք գեղեցիկ իշել ներքև, բայց չուզեց շուկան, գնում ենք վերև, աշխատել է մեր բայ հեջավորման, հաշվում եք մեր վնասը քանի պունկտ է կազմել, այդքան պունկտ նաև դնում ենք մեր take profit-ը և գնում ենք վնասը փոխհատուցելով։ Այս բային սցենարը սելի վերանում է, ամենայն հավանականությամբ եվրոն իր վերելքը շարունակելու է, եթե այստեղ նայում ենք, բայց սպասենք, տեսնենք ինչ տեղի կունենան։ Դոլար շվեդական կրոնան նույնպես խորքային կորեկցիայի գնում։ Մեր ստոպերը կարող ենք մի քիչ օպտիմալացնել, այստեղ բերենք ամսի 26-ի մինիմումի տակ։ Ասեմ նաև բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել շրջադարձային մոմից բայ մտնել, հիմա ավելի լավ դիրքով կարող են այդ բայը մտնել, ավելի մոտիկ, եթե 30 պունկտ դնել stop loss-ը, կամ նույնիսկ մոմի ներքևում շրջադարձային ֆրակտալից 50 պունկտ և սպասել, այստեղ ունենք նաև երկրորդ մուդրեցը, եթե չեք մոռացել, մայիսի 30-ի մաքսիմումից տրված է buy stop-ը, ներողություն, սա երկրորդ մուդրեցը չէ, սա դիվեր buy stop-ն է, երկրորդ մուդրեցը այսօրվա մոմն է մեզ տալիս, այսօրվա մոմի մաքսիմումին դնում ենք buy stop-ը, ասենք բավական լավ տեղեր, դիրքեր, որտեղից կարող է, ուրեմն լավ նորությունների դեպքում Միացյալ Նահանգներից ունենանք լավ շահույթներ, buy ֆրակտալը մայիսի 11-ի մոմի մաքսիմումին է և սպասենք հասկանանք ինչ է կատարվում այստեղ վերջին հաշվով կա շրջադարձ, թե հերթական հիասթափություն ունենանք, սա հիասթափել չի, սա հերթական ամենօրյա աշխատանք է, պետք է հասկանանք, որ նման կերպ են աշխատում այստեղ։ Առաջին սիգնալ ամենաթույլն է, միշտ ես ասել եմ, որտեղ մենք փորձում ենք շրջադարձը որսալ ամենաներքևից, Ռազվորոտնի շրջադարձային մոմը դա չի նշանակում, որ այստեղ տեղի ունենում sell տրենդի շրջադարձ, բացարձակ դա չի նշանակում, ուղղակի դա հիմք է տալիս մտածելու, որ հնարավոր է, որ շրջադարձ կլինի, հավանականություն է տալիս շրջադարձի, և մենք փորձում ենք այդ շրջադարձը աշխատել հենց արմատներից։ Եվ տեսնում եք որոշ դեպքերում ստացվում է, այս դեպքերում չի ստացվում, եվրո-ավստրալիական դոլարը փաստորեն այն կորեկցիոն վիճակ էր, դեռ տեղ ունի բարձրանալու։ Շվեդական կրոնան ընդամենը երկրորդ ալիք է դեռ փորձում անել և հնարավոր է մենք տեսնենք այստեղ դոլար շվեդական կրոնայի աճը։ Մեքսիկական պեսոն նույնպես շատ գեղեցիկ աշխատել է, սկսել են արդեն ավի կանաչունակները ձևավորվել։ Stop loss-ը այստեղ նույնպես կարող ենք մի քիչ օպտիմալացնել, վերել ամսի 26-ի մոմի մինիմումի տակ, կամ սպասել երկրորդ ալիքը ձևավորվի նոր օպտիմալացնել stop loss-ը, մյուս բայը մեր դրված էր մայիսի 9-ի մոմի մաքսիմումին, buy stop-ը այստեղ նույնպես սպասողական վիճակ է, հնարավոր է, մյուսօրվա նորությունները բավականին մի քանի 100 պունկտ բարձրացնեն դոլար մեքսիկական պեսոն։ Ֆունտ նորզելանդական դոլարը այս բայդրությամբ բավական խորքային կորեկցիա գնաց, ես առաջարկում եմ բոլոր սելերի ստոպերը բերել երեկվա մոմի մաքսիմումին, արդեն այսօրվա վերջում, շահույթները անհամեմատել են, նույնիսկ եթե հիմա շրջվենք գնա բայ կորեկցիա, չգիտեմ, այստեղ շատ գեղեցիկ շահութաբեր վիճակ է, վերջին երկու դիրքերն են կարմիր զոնայի և սրոյից անցման մի փոքր փակվելու մինուսով, բայց այդ մինուսը մնացած երկու դիրքով ընդամենը փոխհատուցվի, մնացած մի քանի դիրքը արդեն շատ մեծ շահույթներով են լինելու։ Իհարկե, մենք չենք մտածում, որ մենք ստոպով պետք է փակվենք, հնարավոր է շարժը շարունակվի դեպի ներքև, այս բային որևէ սիգնալ չունենք ևս մեկ sell stop դնելու, սպասում ենք իրավիճակը կայանալու, հնարավոր է շուտով նոր կարմիր զոնա ունենանք այստեղ, այնպես որ դեռ սպասողական վիճակի ենք,
ամեն դեպս իջել է բավական, ոնց որ չէ, կորեկցիոնալիկ պետք է լինի, նոր այնուհետև շարժներքև մենք կորեկցիաներին չենք ուզում համբերենք, ուզում ենք մեր եղած շահույթը շուտ վերցնել։ Ֆունտ կանադական դոլարն է, որ ավելի խորքային գնաց իր կորեկցիան արեց, stop loss այստեղ տեղափոխել ենք խորհուրդ է տվել ես 3.26-ի մոմ մաքսիմումին, չեք այր այսօր ենք անում, այստեղ մի քիչ ավելի շատ զրոյական դուրս կգանք մի քիչ մինուսով, քան շահութաբեր, եթե շարունակվի գինը աճել, եթե չէ, ապա սպասենք, որ մեր շահույթները մաքսիմալանան այստեղ նույնպես, տեսնենք ինչ տեղի կունենա վաղը, այլ սելի համար դիրքեր չունենք, ու սպասենք հետագա զարգացումներին, նույն խորքային կորեկցիան գնացել է ֆունտ ավստրալիական դոլարը, stop loss-ը մի քիչ էլ օպտիմալացնում ենք, բերում ենք ամսի նույնիսկ 26-ի մոմի մաքսիմումին, այն տեղափոխենք, որտեղ այստեղ կարմիր գիծն է ալիգատորի, եթե գինը, տեսեք, առածել է վետ է շարժվել, եթե գինը ճեղքեց այն, ուրեմն մենք կշարժվենք վերև։ Մեր դիրքերս էլ աշխատում են, որևէ այլ տեղ չունենք սել ստոպ դնելու, ու սպասենք հետագա աշխատանքին, ֆունտի ինանը աշխատել է մեր բոլոր սելերը, աշխատում է մեր բոլոր սելերը, վաղը հնարավոր է մեր ստոպոսը արդեն տեղափոխենք երեկվա մաքսիմումին, երևի երկու սելերը կլեն լավ շահույթների մեջ, և այսօրվա մոմը մեզ կտա երկու սել ստոպ դնելու հնարավորություն, կարմիր զոնայի և զրոյից անցման սել ստոպեր, դա նույնպես կօգտագործենք, արդեն մեր բոլոր սել ստոպերը բացվել են, աշխատում են սելերը, երկու սել ստոպ այսօրվա մոմի մինիմումից, և հնարավոր է, որ մենք տեսնենք դեռ մինիմումներ, երբ այս տեղափոխումը կատարում ենք այսօրվա մոմը փակվելուց հետո, բերում ենք երեկվա մոմի մաքսիմումի։ Եվրո ինան աշխատել է մեր երկրորդ դիվեր ոնց որ սիգնալը, չէ, երկրորդ մուդրեցն է աշխատել, դեռ սպասում ենք, համբերում ենք, չենք սվռազում, այլ դիրք չունենք, բացած այլ ակտիվ չենք դիտարկել։ Այսքանը հարգելի մասնակիցներ այսօրվա համար, եթե կան հարցեր, խնդրեմ, եթե չէ, կհանդիպենք վաղը, մեր հերթական ժամին 20:30, շնորհակալություն մասնակցության համար, մինչ վաղը։